Եռամյա պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստ է հագել ու այցելել է Կուրսկի շրջանի հրամանատարական շտաբերից մեկը։ Համազգեստի վրա տարբերանշաններ չեն եղել։ Նա հանդիպել է ռուսական զորքերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և տարածաշրջանում բանակի հրամանատարության հետ։ Հրամանատարության առջև հիմնական մեկ խնդիր է եղել։ Մեր առաջիկա խնդիրն է հնարավորինս կարճ ժամկետում վերջնականապես ջախջախել հակառակորդին, որը ամրացել է Կուրսկի մարզի տարածքում եւ այնտեղ մարտական գործողություններ է անցկացնում։ Մեծ հույս ունեմ, որ մեր ստորաբաժանումների առջև ծառացած բոլոր մարտական առաջադրանքները անվերապահորեն կկատարվեն եւ Կուրսկի մարզը մոտ ապագայում ամբողջությամբ կազատագրվի հակառակորդից։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով Կուրսկի շրջանում ռուսական զինված ուժերի դեմ հանդես եկողները ահաբեկիչներ են։ Ասած ապացուցելու համար նա պնդել է Կուրսկում գտնվողները հանցագործություն են կատարում խաղաղ բնակչության դեմ, հակադրվում են ռուսական զինված ուժերին, իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին։ Ուստի համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության ահաբեկիչներ են։ Ավելին ահաբեկչության հոդվածներով է քրեական գործ հարուցվել նրանց դեմ։ Պուտինի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ասել է, որ Կուրսկի մարզում ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերի զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Վերջին 5 օրում ազատագրվել է Կուրսկի մարզի 24 բնակավայր և 1142 կիլոմետր տարածք։ Սահմանի որոշ հատվածներում ռուսական կործանիչները մտել են Սումիի շրջան։ Ուկրաինական զինուժը Կուրսկի ուղղությամբ զանգվածային հարձակումը սկսել է 2024 թվականի օգոստոսի 6-ից։ Տարածքում արտակարգ դրություն է հայտարարված եւ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանված։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Կիևը կորցրել է մոտ 67000 զինծառայող։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն իր ամենշաբաթյա ասուլիսում ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ու վիրավորված երեխաների մասին խոսելիս չի կարողացել զսպել արդյունքները։ Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 1700 երեխայի արյուն է եղել ուկրաինացի զինյալների ձեռքին։ Սա այն վիճակագրությունն է, որ շիրմաքար կդառնա Կիևի ռեժիմի համար։ Այս 3 տարվա ընթացքում ոչ մի արձագանք չենք ստացել ՄԱԿ-ի քարտուղարությունից։ Պուտինի այցի ժամանակ Հյուսի զորախմբավորման հրամանատարությունը գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է եզրափակիչ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կուրսկի մարզի ազատագրման համար կպահանջվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների կյանքը փրկելու համար։ Որևէ կասկած չկա, որ Կուրսկի մարզը շուտով կազատագրվի, եզրափակել է Պեսկովը։ Ուկրաինական մամուլը չի հերքում, որ Կիևի զորքը զգալիորեն նահանջել է Կուրսկի մարզից, մասնավորապես Սուջա քաղաքի շրջակայքից, բայց տեղեկացնում է, որ այդուամենայնիվ ամբողջությամբ չեն լքել Կուրսկի մարզը։ Ուկրաինական ստորաբաժանումները նահանջում են դեպի Ռուսաստանի սահմանային հատվածում տեղակայված դիրքեր, սակայն չեն պատրաստվում հատել սահմանը։ Նանա Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։